Բարի երեկո, հարգելի հետևորդներ։ Մենք նորից հանդիպել ենք հակակոռուպցիոն հարթակում մեր ամեն ուրբաթ 8:30 իրականացվող հաղորդաշարի շրջանակներում։ Անցյալ ուրբաթ մենք չենք հանդիպել, որովհետև ընդհանրապես սեպտեմբեր ամիսը, ասես, մեր համար սևով է ներկվել, առաջ մենակ ապրիլ ամիսն էր, Ադրբեջանի ներխուժման օրն էր Արցախ, սեպտեմբերի 19 2023 թվականի, երևի մեր հայոց պատմության ամենասև օրերից էր եւ բնականաբար այդ օրը խոսել որևէ այլ բանից ես գտնում եմ, որ չէր կարելի։ Ինչևէ, այսօր իրար հանդիպել ենք նույն հարթակում, դուք գիտեք, որ այս հարթակում մենք բարձրաձայնում ենք հակակոռուպցիոն կոմիտեում քննված եւ նախաքննությունը ավարտված այն վարույթների վերաբերյալ, որոնք արդեն գնացել են դատարան։ Որտեվ գիտեք, մեկ տողով կարդալը այսինչի վերաբերյալ գործը գնաց դատարան, այսինչի սա մեկ այլ բան է, բայց երբ որ բարձրաձայնում ես եւ տեսանելի ցույց ես տալիս եւ ավելի մանրամասնում ես, ես կարծում եմ մեր երկրի հանրությունը իրավունք ունի իմանալ, դեմքով ճանաչել իր հերոսներին եւ հասկանալ, թե ով ում ինչ արարք է մեղսագրվում։ Իհարկե, այսօր ինձ համար տհաճ է խոսալ, որովհետև խոսալու ենք մի մարդու մասին, որ զինվորական է, գեներալ լեյտենանտի կոչում ունի եւ այս այն մարդիկ են, որոնք կարող են շատ մեծ դեր խաղալ մեր բանակի համար, մեր երկրի համար, մեր սահմանների համար։ Խոսել ենք մի մարդու վերաբերյալ, որ ունի 1, 2, 3, 4, 5, 6 բազմաթիվ պարգևներ ստացած, այդ թվում Գարեգին Նժդե, Անդրանիկ Օզանյան, Մարտական խաչ առաջին աստիճան, Մարշալ Բաղրամյան մեդալ եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր որ ստանում են նման շքանշաններ, իրենց պատասխանատվությունը ամեն մի շքանշան ստանալուց շատ ավելի մեծ պետք է լինի մեր ժողովրդի առջև։ Բայց ցավոք հակակոռուպցիոն կոմիտեում քննվեց եւ դատարան է ուղարկվել մի գործ, որը իրականում շատ իմ համար տհաճ է, նույնիսկ այս վարույթի մասին խոսելը, որովհետեւ էլ եմ ասում, ես միշտ մեծ հարգանք եմ տածում զինվորականների նկատմամբ եւ ընդհանրապես կարծում եմ, որ ամեն մարդ պետք է իր գործառույթով զբաղվի, երբ որ զինվորականը դառնում է բիզնեսմեն, ինքը ոչ արդեն լավ զինվորական է, ոչ էլ լավ բիզնեսմեն։ Սա է ամբողջ խնդիրը։ Ինչևէ, նորից եմ կրկնում, սրանք բոլոր են վարույթներն են եւ բարձրաձայնում եմ լոկ այդ քննված վարույթի շրջանակներում, ոչ թե մնացած լրատվամիջոցներից կամ այն բոլոր տեղեկությունները, որ գիտենք, որտեղ եթե ես այլ տեղեկություններ այսօր հրապարակեի, ես միգուցե ասեի, որ խոսքը վերաբերվում է Հայկազ կամ Արտյոմ Բաղմանյանին, բայց հələ որ անդրադառնանք այս նյութերին, մնացածը հետագայում։ Նորից եմ կրկնում, սա հակակոռուպցիոն կոմիտեում է քննված եւ բոլոր մեր այսօրվա ամենատարածված հիվանդությունը, որ կովիդից ավելի վատ է, դա կոռուպցիան է, եւ եթե կոռուպցիոն հանցագործությունների մասին ունեք տեղեկություններ, խնդրում եմ դիմեք հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ մեծ մասը օգտատերերից սկսում են դիմել մեզ, բայց մենք իրավասու մարմին չենք եւ այդ ամբողջ ինֆորմացիան մեզ դիմելով մենք պետք է կազմենք հաղորդումներ հանցագործության մասին, դրա համար դիմեք։ Եվ վերջին ամիսներին ես հետևում եմ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքներին եւ ասեմ, որ երևի թե այն կառույցն է, որ սկսել է շատ արագ այս վարույթներն ավարտել։ Ու մնացածի մասին արդեն դատարաններից կլսեք մեր հարցազրույցները, ռեպորտաժները կտեսնենք։ Ինչևէ, հարց խոսքը վերաբերում է գեներալ լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին, որին մեղսագրվում են հետևյալ արարքները՝ փողերի լվացում առանձնակի խոշոր չափերով, ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելը, շատ լավ գիտեք, որ պետական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող ձեռնարկատիրությանը մասնակցել եւ դա ապօրինի մասնակցություն է, եւ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալների թաքցնելը։ Սրանք այն բոլոր հոդվածներ են, որը մեղսագրվում է Հայկազ Բաղմանյանին։ Փողերի լվացումը երևի ճակերտներով ասեմ իմ սիրած հոդվածն է, որովհետեւ մեր կազմակերպությունը բազմաթիվ փողերի լվացման էպիզոդներ է բացահայտել,
որոնց մի մասի վերաբերյալ քննչական մարմինները լռում են, մյուս մասի վերաբերյալ դեռ կատարում է նախաքննություն եւ ինքը երևի ամենանուրբ հոդվածներից է, որը առաջ տարածում չուներ, բայց հիմա համատարած մեր մոտ բոլորը փող լվացող են դառել, որովհետեւ երևի մենք ընդհանրապես մաքրասեր ազգ ենք հայերս, լվացք երևի շատ ենք սիրում, հիմա սկսել են փողերը լվանալ, բայց սա մի բան է, որ գեներալ լեյտենանտին իմ խորին համոզմամբ հարիր չի։ Ես նաև ուզում եմ ներկայացնեմ, թե այն մարդկանց, երևի միգուցե երիտասարդների համար, որոնք չեն ճանաչում Հայկազ Բաղմանյանին, թե ով է եղել Հայկազ Բաղմանյանը, Հայկազ Բաղմանյանը 1999 թվականից այստեղ նշված է մինչև 2003 թվականը եղել է բանակային 5-րդ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, դրանից հետո 2003-ից 2009 թվականը նույն պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, 2009 թվականից մինչև 2017-ը զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ եւ վերջում արդեն ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետի տեղակալ ՕԴԿԲ, այսպես ասած, Հայկազ Բաղմանյանն է, որը զբաղեցրել է նման պատասխանատու պաշտոններ եւ կարծում եմ այն մնացածը բացառապես այն որ ասում է չի սազում, ուղղակի ըստ ինձ չի սազում, որովհետեւ զինվորական լինելը դա մեծ պատիվ է եւ մարդիկ պետք է միշտ ունենան շատ մեծ արժանապատվություն, որտեվ զինվորականին տեսնելուց, գեներալին տեսնելուց մնացածը պատիվ են առնում։ Ինչևէ, Հակակոռուպցիոն կոմիտեում քննված վարույթով, որ արդեն ավարտին հասել, դրա համար թույլատրելի մասը բնականաբար բարձրաձայնում ենք, չանցնելով գործի մանրամասներին, գործի մանրամասները ել եմ ասում մեր ռեպորտաժներով հակակոռուպցիոն դատարանից կլսեք, հակակոռուպցիոն կոմիտեում քննված գործով պարզվել է, որ գեներալ Հայկազ Բաղմանյանը օրենքով սահմանված արգելքին հակառակ, հաստատի ես առաջի դրվագն եմ ասում, զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ եւ զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ իր մտերիմի միջոցով, միջնորդավորված Կարեն Գալոյան անձի միջոցով, որը եղել է Ակվատեկ ՍՊ-ի հիմնադիրը եւ տնօրենը։ Ակվատիկ, կներեք, ես միշտ ասում եմ Ակվատեկ, հանկարծ թող Ակվատեկ ՍՊ-ն իզների, Ակվատիկ ՍՊ-ի հիմնադիրը եւ տնօրենը։ Իդեպ այդ կառավարմանը մասնակցել է 25% բաժնեմասի չափով, քանի որ Կարեն Գալոյանը վերջինիս խնամին է։ Մեր մոտ այս խնամի ծանոթ բարեկամ, այս սենց խուճուճ հարաբերությունները բոլորի հերն անիծեցին, բոլորը իրանց խնամի, ում հետ մի օր քնում են, զարթում են, Խաչատրյան Գագոն էլ ձեզ օրինակ, ով որտեղ ով ում հետ քնել է, այդ խնամիներով, բարեկամներով, փեսեկով, հարսերով, չգիտեմ, հարսի հարսով, բոլորը զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ։ Էլի եմ ասում, Խաչատրյան Գագոյի դեպքում բացառապես իմ համար տարօրինակ չէր, բայց գեներալի դեպքում իմ համար շատ անընդունելի է։ Ի վերջո վերջինս 25% մասնակցություն ունեցել Ակվատիկ ՍՊ-ին, նորից նշում եմ, բայց այդ 25%-ը բնականաբար ձևակերպված է եղել վերջինիս կնոջ Նարինե Ադամյանի անունով, հետո տեսնում եք նկարը եւ հետաքրքիր է, որ առ այսօր Նարինե Ադամյանը հանդիսանում է դպրոցի տնօրեն Արգենտինյան Հանրապետության, Երևանի Արգենտինյան Հանրապետության տիպ 76 դպրոցը, բոլորը իմ սերունդը կհիշի, դա հանրայդ Կամոյի դպրոցի տնօրենն է։ Հիմա այդ էլ է շատ հետաքրքիր, ինքը տնօրենն է, թե զբաղվել է ռակ ծախելով, խառն է, էլի, ժողովուրդ, իրականում շատ խառն է։ Ինչա տեղի ունեցել, բնականաբար Բաղմանյան Հայկազը ունենալով բարձր հեղինակություն եւ ազդեցություններ որոշ շրջանակներում Ակվատիկ ՍՊ-ին հովանավորել, այսինքն տիրություն արել։ Ինչու՞մ այդ Ակվատիկ ՍՊ-ի տիրությունը արտահայտվել։ Ես ուզում եմ ընդհանրապես sense մի հատ ընդհանրական ասեմ, հետո թվերով կգնանք, դուք գիտեք, որ երբևէ թվերից բացի, փաստերից բացի ուրիշ բան չենք ներկայացնում։ Դա դրսևորվել է նրանով, որ Ակվատիկ ՍՊ-ն, դուք գիտեք, Պաշտպանության նախարարությունը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, հա, Պաշտպանության նախարարության կարիքների
սնունդի գնման համար մրցույթներ եւ ակվատիկ ՍՊ-ն շատ հետաքրքիր ձևով անընդմեջ հաղթող է ճանաչվել շատ երկար ժամանակ եւ ընդհանուր առմամբ կնքել է պաշտպանության նախարարության հետ 7 միլիարդ 559 միլիոն 414 հազար 437 դրամի պայմանագիր։ Բնականաբար մենք շատ լավ հասկանում ենք եւ այս առատավոր պրակտիկան պետքա վերացնել, որ հաղթող են ճանաչում մենակ այն անձիկ, ովքեր ունեն որոշակի ազգակցական, անկողնային, չգիտեմ, ինչ որ տարբեր կապեր որևէ կառույցի հետ։ Սա այս կոնկրետ այս դեպքի համար ընդհանուր եմ ասում, բոլոր տենդերները, գրանտերը շահվում են այդ մեխանիզմով կամ ատկատների, կամ հովանավորչության, կամ ատկատի փոխարեն փայ մտնելով։ Ախր մենք էլ հոմ քոր չենք։ Բոլորս շատ լավ տեսողություն ենք ու շատ լավ հասկանում ենք, որ բացի ակվատիկ ՍՊ-ից, այլ ՍՊ-ներ էլ կային, որոնք կարող են մասնակցել այդ մրցույթներին եւ շահել այդ մրցույթները պաշտպանության նախարարությունում, բայց այն որ ասում այնտեղ չուժոյ ներս չեն թողնում։ Ես հուսամ, որ հիմա այդ պրակտիկան, չեմ կարա հուսամ, այդ պրակտիկան էլի չի վերացել, բոլոր յուրայիններն են եւ ես սա կարող եմ ասել այսօր պաշտպանության նախարարությունում որևէ մեկը հիմա ինձ չի կարող տեք, անուն չեմ տալիս, բայց եթե հաջորդիվ կանդրադառնանք, որ կան զինվորականներ, որոնք զորամասերի բազմաթիվ տասնյակով բուֆետներ ունեն, ասենք մի զինվորականը։ Այս նույն բանը հիմա էլ է շարունակվում։ Դուք հասկանում եք բուֆետերն են, որտեղ որ զինվորները, սպաները բոլորը կերակրվում են, այսինքն այն որ ասում է օբյեկտը տալիս են, կլենտն էլ հետ է իրանց լեզվով։ Այսինքն այս նույն բանը շարունակվում է առ այսօր ու որևէ մեկը անգամ չասի նախկին ներկա։ Կոռուպցիան չունի նախկին ներկա, բայց մենք պետք է անենց անենք, որ ինքը նաև ապագա չունենա։ Ինչևէ, ակվատիկ ՍՊ-ի 25%-ը գրվել է, ձևակերպվել է Նարինե Ադամյանի անունով եւ ամենահետաքրքիրը ինչն է, ես ինչպես ասեցի, սա ծովամթերք, պահածոներ, ծովամթերքի պահածոներ եւ այլն, հաշվի առեք, որ 2001 թվականից է սկսվել այս գործունեությունը, գեներալ լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի առերևույթ մասնակցությունը այս կազմակերպությանը եւ Կամոյի դպրոցի տնօրեն այդ արգենտինյան դպրոցի տնօրենի հրակ ծախելու գործընթացը։ Իսկ 2003 թվականին տեղի ունենում մի դեպք, որ ավելի է նպաստում այս սխեմային, 2003 թվականին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատարն է դառնում գեներալ լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, որը ներառում է նաև Գեղարքունիքի մարզում տեղակայված համապատասխան զորամիավորումները։ Շատ լավ հասկանում եք, որ այսինքն Գեղարքունիքի մարզը դառնում է արդեն սենց սեփական։ Ակվատիկ ՍՊ-ի 25%-ը նորից ասեցինք 25%-ի մասնակցության շնորհիվ փաստորեն այդ 7 միլիարդն ու չմանրանամ դրամի պայմանագրերն են կնքում, որից 6 միլիարդը բնականաբար ըստ քրեական վարույթի նյութերի արդեն իսկ փոխանցվել էր ակվատիկ ՍՊ-ի հաշվին։ Ինչով է հովանավորչությունը եւ առավել բարենպաստ պայմաններ ստեղծելը արտահայտվել նաև որ ակվատիկ ՍՊ-ի համար ակվատիկ ՍՊ-ի գործունեության համար անհրաժեշտ թույլտվությունների ստացումը, որը դուք գիտեք բավականին բարդ է, որտեղ ակվատիկ ՍՊ-ն ոչ մենակ ՊՆ-ին է վաճառել, այլև Շվեդիայի թագավորություն եւ այլ տեղեր, այսինքն արտահանման այդ լիցենզիաները, թույլտվություններ ստանալը բնականաբար Ոմն Կարեն Գալոյան առանց գեներալ լեյտենանտի հովանավորության չէր կարող եւ այդ ամեն ես չեմ ուզում ուղղակի դրան անդրադառնամ։ Եվ ի վերջո ինչի համար ինչ արարքա մեղսագրվում առաջի մասը փողերի լվացում, որ ձեռնարկատիրական ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված եկամուտները փորձել է օրինականացնել եւ թաքցնել։ Եվ այդ ոնց է կատարվել, նախ իր կնոջ անունով դա կոչվում է փոխկապակցված անձ։ Այմարդ կարող է մատ փողերի լվացման դասընթաց միտեղ անցկացնենք, որ ասենց պրիմիտիվ ձևով ով ինչ տենում է կնգա վրա, տենց ունենք, չէ՞, Արցախի փոխոստիկանապետ Կոմիտաս Կարապետյանը, որ բոմժի կարգավիճակում է, ինչ ունեցել է հեկեր, ջեկեր, պեկեր, տեկեր, սա իր կնգա վրա է ձևակերպել, ինքս մեզ ոչ ոք չունեմ,
Сами մինիմեսնի պամագիցիկ թե չեմ может, այսինքն մենք ամիսներով, տարիներով խոսում ենք նույն երևույթի մասին։ Սրանք ոչ մեկի չեն էլ վստահում, որտեղ վախում են, որ իրանց կարողա գցեն։ Իրա կնոջ անունով ձևակերպելով, փորձել է նախ այդ եկամուտները ստանալ, ինքը չերևալով եւ հետագայում դրանք օրինականացնել։ Տարբեր մարդկանց անուններով հաշվեհամարների վրա փոխանցումներ կատարելով եւ այլն, բայց իհարկե այնքան է պրիմիտիվ է այդ սխեման, շատ հեշտ հնարավոր է բացել։ Եկեք հիմա սենց մի քիչ ավելի մանրամասը գնանք, թե ինչա տեղի ունեցել։ 2009-ից 2018 թվականը, նորից եմ կրկնում, Aquatic ՍՊԸ-ն անընդհատ ճանաչվել է հաղթող մասնակից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքվել են անընդհատ պայմանագրեր։ Եվ նշեցի, հա, ես թվերն եմ նայում, որ չսխալվեմ, 6 միլիարդ 552 637 6 միլիարդ 552 միլիոն 637 հազար դրամը փոխանցվել է եւ դրա 25%-ը բնականաբար ֆորմալ Կամոյ դպրոցի տնօրենին է պատկացել Նարինե Ադամյանին, բայց իրական շահառուն եղել է բնականաբար, ես չեմ կարծում, որ մանկավարժ էստիկին ընդհանրապես ռակերի պահածոյացման տեխնոլոգիայից որոշակի տեղեկություններ ունի կամ Շվեդիայի թագավորության հետ կնքվող պայմանագրերից։ Բնականաբար իրական շահառուն եղել է իր ամուսինը։ Այսինքն այս գործարքի արդյունքում 251 Aquatic ՍՊԸ-ն ստացել է 1 միլիարդ այս գրանցված շահույթն ենք ասում 1 միլիարդ դրամից ավել շահույթ, որից 25%-ը բնականաբար 251 միլիոն դրամը ստացել է Կամոյ դպրոցի տնօրեն Նարինե Ադամյանը կամ վերջինիս ամուսին Հայկազ Բահմանյանը։ Ուղղակի պատկերացնում եք ինչ պարկեշտ ընտանիք եղել, մեկ եղել է զինվորական, մեկ եղել է մանկավարժ, բայց իրականում ռակի կոնսերվա ծախող մի քիչ չի սազում էլի, ասենք դպրոցի տնօրենին էլ ընդհանրապես չի սազում, որտեվ եթե գեներալ այն մարդն է, որ երկրի սահմանն է փրկում, երկրի ճակատագիր է որոշում եւ զինվորի համար ինքը օրինակ է ծառայում, նույն այս դպրոցի տնօրենը իր աշակերտների համար օրինակ է ծառայում։ Հիմա ինչ, ասենք աշակերտը չի հարցնելու, բա տիկին Նարինե Ադամյան, մենք չունենք դասագրքում փող լվալու դասընթացներ։ Չի սազում, իրականում ես վատ եմ ինձ զգում։ Հիմա նայեք, Aquatic ընկերությունը ոչ միայն մասնակցել է պաշտպանության նախարարության հետ սննդի մատակարարման մրցույթներին, այլև ունեցել է, ոնց որ նշեցի, թույլտվություններ արտահանելու, հա, պահածոացված այդ ձկնամթերքի պահածո, մշակված ձկնամթերք եւ այլն։ Եվ Շվեդիայի թագավորությունում գրանցված ընկերության հետ գործարքներ են կնքվել եւ Շվեդիայի թագավորությունում գրանցված ընկերությունը 2008 թվականի մայիսի 22-ին, հունիսի 4-ին, հունիսի 11-ին փոխանցումներ ա կատարել Հայկազ Բահմանյանի անվամբ հաշվեհամարներին 56344 եվրոյի չափով։ Ստեղ էլ մարդ չի հասկանում, եթե 25%-ը տիկնոջն է պատկացել, причем тут ամուսին Հայկազ Բահմանյան, հասկանում եք, այսենց խառը իրավիճակ։ Եվ Հայկազ Բահմանյանը հետագայում տարբեր եղանակներով փորձել է օրինականացնել այդ գումարը, ասենք տարբեր հաշվեհամարներին, մտերիմների հաշվեհամարներին փոխանցումներով, ես նորից եմ ասում, ես հիմնվում եմ քրեական վարույթի նյութերի վրա, սա իմ անձնական դիրքորոշումը չի կամ չգիտեմ ինչ, ասենք երբ որ ես խոսում եմ Արցախից եւ այլն, դա իմ սեփական հետաքննությունն է։ Այս ուրբաթ օրերը մենք խոսում ենք հակակոռուպցիոն կոմիտեում քննված վարույթների շրջանակում առանց մեկնաբանությունների ոչ այս կողմ, ոչ այն կողմ գնալու, ոչ էլ մենք ենք դա բացահայտել։ Ես վստահ եմ, որ եթե մենք խորանանք, շատ ավելի բաներ կբացահայտենք, ոնց որ նաև շատ մարդիկ զանգահարում են եւ ասում են, որ Հայկազ Բահմանյանի անունը եղել է Արցոն 90-ականների սկզբին, տեղեկություններ են ուզում հայտնել, բայց դա միգուցե ինչ որ մի օր մեր անունից, հա, մեր կազմակերպության անունից կբացահայտենք։ Ինչպես նաև այդ գումարներով, որ ստացվել այդ 251 միլիոն դրամը եւ 54000 եվրոն ուշադիր նայեք, դրանցով ձեռք են բերվել գույքեր, տարատեսակ գույքեր, որոնք հետո
կանոնադրական կապիտալ են մուտք եղել Aquatic SP-ի եւ դրանից հետո վաճառվել երրորդ անձանց արդեն 919 միլիոն 600,000 դրամով տարօրինակ է առնվազն եւ կարծում եմ որ ժամանակին կարելի էր կասեցնել այս ամեն ինչը որ չհասներ այս ավարտին ես համենայնդեպս ես այդպես եմ կարծում Ինչ վերաբերում է Հայկազ Բաղմանյանի գույքին, որը ինքը չի հայտարարագրել եւ այդ գույքը, հա, նախաքննության մարմինի հիմնավորումա, որ այդ գույքը ձեռք է բերվել ապօրինի եկամուտների, ապօրինի ծագում ունեցող եկամուտների հաշվին, ապա ասեմ, որ ես չգիտեմ, թե տանկը ինչ արժի կամ միսնարադը, բայց կարծում եմ 102 միլիոն դրամով կարելի է ձեռք բերել զինվորի բանակի կարիքների համար որևէ բան, ոչ թե հայարկե շատ շքեղ մեքենա է Mercedes-ը, երևի էսա Mercedes-Benz S500, հա, լյուքս կլասի ավտո է, բայց ես 90-ական թվականներին, երբ որ առաջի պատերազմն էր, մարդիկ սենց շքեղ ավտոներ հետո չառան մի անգամից, հա, հետո մի խումբ ստահակներ առաջի պատերազմում էլ թալան արեցին, բայց ես իրանց միշտ տեսնում էի զինվորական հագուստով ու չեմ տեսել սենց շքեղ ավտոմեքենաներով, որովհետև բնականաբար այն աշխատավարձը, որ ստացել է Հայկազ Բաղմանյանը կամ վերջինիս տիկինը, չպետք է բավարարեր 102 միլիոն է, այդ արդեն 200 քանի 1250,000 դոլարանոց ավտոմեքենա քշելու։ Եվ այստեղ էլ մենք ունենք խնդիրներ, որովհետև այս ավտոմեքենան փաստացի ինքը ձեռք է բերել, բայց հետո տարբեր տեսակի հայտարարագրերում չեմ ուզում բոլորի ուշադրությունը շատ հա, sense թվերով, որտեղ մենք թվերի մասին չէ, մենք երևույթի մասին ենք խոսում, հայտարարագրերում շատ հաճախ կատարվել են, չգիտեմ, միտումնավոր թե չմիտումնավոր կեղծիքների։ Բացի սրանից Հայկազ Բաղմանյանն ունեցել է նաև 4 միլիոն 870,000 դրամանոց Mercedes-Benz, որը հետագայում աղջկանով է ձևակերպվել, այնտեղ վազ ավտոմեքենա, բան չեմ էլ ուզում մանրանալ, որովհետև երբ որ ես հիմա նայում եմ Հայկազ Բաղմանյանի գործը գնում է դատարան, ես ուզում եմ քննչական կոմիտեի ղեկավար Պողոսյան Արտուրին հարց տամ, որ եթե 250 միլիոն դրամ կամ չգիտեմ ընդ 250,000 դոլարանոց ավտոմեքենայով գեներալ լեյտենանտի գործը արդեն իսկ գնում է դատարան, որը քննվել է 23 թվականից, բայց ասենք էլի ինչ հակակոռուպցիոն կոմիտեում փոփոխություններ ա կատարվել, գործերը շատ արագ են քննվում եւ երևի ասենք մեր կազմակերպությունը սխալ է եղել, որ մենք այստեղ չենք հաղորդումներ տվել, հիմա հարց եմ ուզում ուղղեմ քննչական կոմիտեի ղեկավարին, թե ինչի են հաղորդումները, որ իմ կողմից տրվել է 2023 թվականին Արցախի փողերի, այսինքն դա Արցախի գումարները չի եղել, մեր այստեղից Արցախ ուղարկված 40 միլիոն եվրո, 34 միլիոն, այդ մենակ իմ բացահայտածն է, այն ինչ որ ես գիտեմ, փոխոստիկանապետ, հանձնակատար, չգիտեմ, գործակատար, ինչակատարներով առ այսօր մնացել են իրանք անշարժ, հենց որ Բաղմանյանը փառք ու պատիվ է, սրանց հետ համեմատած, որ իրանք եղել են շոֆեր, վաչոներ, ասենք վաչոն մի 100 Բաղմանյանի գույք ունի, որ ուզում է քաղաքականություն մտնի, էլի Սերժի վաչոն, կամ չգիտեմ այնտեղ փոխոստիկանապետ Կոմիտաս Կարապետյան, կամ ես ինչ էր այդ աղջիկը լրագրողը Վայ Հակոբյանի կինը Էլիզաբետ Պետրոսյան, գույքեր ունեն, որ Բաղմանյանը չի էլ կարողանա մոտիկանա։ Բան չունեմ ասելու, բոլոր տեսակի կոռուպցիաներն է տհաճ, բայց այս գործերի հետ միասին պետք է բացահայտել այն կարկառուն մեծ փողեր տարածներին։ Ի վերջո ինչ արել հայտարարագրերի առումով, փաստորեն վերջինիս մեղսագրում նաև արարք, որ հայտարարագրերում խախտումներ ա կատարել, չի հայտարարագրել
իր ունեցած գույքը, ընդամենը շատ կարճ անդրադառնանք, օրինակ 2018 թվականին, երբ որ պաշտոնը դադարացրել է, որտեղ 2018 թվականից դուք գիտեք, որ ինքը արդեն գնացել է հապկ, այսինքն 2009 թվականից մինչև 2018 թվականը եղել է զինվորական ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ եւ 18 թվականին ինքը դադարացրել է արդեն հապկում, հա, աշխատանքի անցնելու։ Դե պատկացեք, որ 18 թվականին վերջինս միգուցե մոռացությամբ թե ինչ հայտարարագրում է, որ որևէ դրամական միջոց չունի 6 դրամ 43 լումա։ Մինչդեռ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին վերջինիս դուք գիտեք, հա, այդ հայտարարագրացումը նախորդ տարվա, այսինքն հաշվառված է եղել այդ 102 միլիոնանոց S-կլասը, Mercedes-ը, իհարկե 77 TN 777 հաշվառման համարանիշներով ավտոմեքենան, սա իրականում ունիկալ ավտոմեքենա է, բոլորի համար երազանք է, հայտարարված է եղել նաև 4 միլիոն 870 հազար դրամանոց այդ Mercedes-Benz-ը, որը հետագայում Mercedes-Benz S450 ֆորմատիկ, որը հետո իր աղջկա անունով է ձևակերպել, Հայկաց Բաղմանյանը չի նշել նաև Հայ Բիզնես Բանկ ՓԲ-ում եւ ID Bank ՓԲ-ում ունեցած իր 2 միլիոն քանի դրամը եւ 174 միլիոն դրամին համարժեք գումարները, չի հայտարարագրել նաև կնոջ անվամբ գրանցված Aquatic Spa-ից ստացած եկամուտը։ Հիմա, այսինքն սա անհասկանալի է եւ անընդունելի է, որովհետեւ նայեք, եթե Հայկաց Բաղմանյանը մարդը զինվորական է, մարդը ստրատեգ է, տակտիկ է, բայց տիկինն էլ հոմ շատ գրագետ դպրոցի տնօրեն է, չի ասել մի հատ արի այսքան դրամ եկամուտը, որ ես Aquatic-ից ստացել եմ որպես բիզնես woman, արի այս անտերը հայտարարագրենք։ Սա իմ համար իրականում եմ ասում, երևի այն եզակի դեպքերից է, որ իմ համար շատ տհաճ է այս թեմայով խոսելը, որովհետև շոֆեր գերեզմանափոր կամ չգիտեմ ինչի, վաչոչի տրեխներով եկած, Կոմիտաս Կարապետյանչի Մարտունում էշի վրից նոր իջած, չգիտեմ Սանկտ Պետերբուրգից եկած Էլիզաբեթ Պետրոսյանչի, որ գալիս է, ցես նայում ես ինքը տենց հուրի փերի արտաքինով ու մեկ է պարզվում է, որ ինքը հեկեր, հասկանում եք, սրանց մասին կարելի է նողկանքով խոսալ, որտեղ սրանք պուբլիկա չեն, կամ Նարեկ Ամբարյանչի, որ գնա պղնձի մոլիբդենի գործարանում ինչ ապօրինություններ անի, հետո չզազրի, գնա Արցախի հիմնադրամից իրա կնգամ բրդի եսի մինչ գալթաղչաներ եսի մինչեր, ասի գնա դու էլ հեկատեր դարի, աղբերն էլ Տիգրան Ամբարյանը եղել է գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետ, Բաղմանյան իր ընտանիքով, այս նողկանք կատեգորիային չպետք է էլի գնար հավասարվեր, երբ որ իրա կինը հիմա, այսօր, չգիտեմ իսպաներեն ոնց է, տեսեք, չեմ հիշում, չգիտեմ, արգենտինական դպրոցի տնօրեն է ինքը, բայց Արգենտինայից որ հարցնեն, ասեն տիկին ջան դու ռակծախող ես թե տնօրեն, ինչ է ասելու, ասեն դու հայտարարագիր չես կարում լրացնես, հա, ինքը ինչ է սովորացնելու երեխաներին հայտարարագրերից խուսափել, շատ իմ համար տխուր թեմա է, էլի եմ ասում, բազմաթիվ, քանի որ անցյալ անգամ բարձրաձայնել էինք մեր եթերով, որ հաջորդ եթերը նվիրված է լինելու գեներալ լեյտենանտ Բաղմանյանին, էլ չասեմ ինչքան զանգ-զունգ սպառնալիք, մարնալիքներ եմ ստացել, ասեմ, որ իսպաներեն ինձ չսպառնակ արգենտինական դպրոցից, մնացածն էլ պահեք ձեզ, որտև ամեն սպառնալիքին համարժեք պատասխան կստանաք, դա ասեմ, և մեր ունկնդիրներին ասեմ, որ հաջորդ ուրբաթ խոսելու ենք
կոռուպցիայից հանրակրթական դպրոցներում, տնօրենների, ուսուցիչների կոռուպցիոն գործարքներից, որը իմ մոտ առաջացնում է նողկանք, որովհետև դրան զուգահեռ խոսելու ենք նաև մեկ այլ Դանիել Վարուժանի դպրոցում, արդեն դա մերն է լինելու ուսուցչի կողմից կատարված առերևույթ խարդախության։ Գիտեք, ամեն ինչ կարելի է հասկանալ ու պատկերացնել, բայց ըստ իս պետությունը ունի երկու կարևոր գործառույթ, դա կրթությունն է եւ բանակը։ Երբ որ հանրակրթական դպրոցա կոռուպցիան ներթափանցում կամ բանակ, չգիտեմ էլի, այդ բանակ ներթափանցելը խայտառակություն է, որ ասում է ում հաշվին, զինվոր ու երկրի համար կյանք տվող երեխեքի հաշվին կամ դպրոցներ ջան ում հաշվին, այն երեխեքի հաշվին, որոնք մեր երկրի ապագան են, սա ինձ համար անթույլատրելի է, այստեղ ինձ համար կա մեծ տաբու։ Այսքանը, մինչև հանդիպենք մյուս ուրբաթ, խոսենք, ներկայացնենք քրեական վարույթները վերաբերվող դպրոցներին։ Լավ մնացեք։